Ողջույն թանկագիններս, բարի գալուստ Արևի խոհանոց։ Այսօր մեծ սիրով ցանկանում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչպես կարելի է խաղողի տերևները պահել ձմռան համար։ 3 յուրահատուկ տարբերակ, որոնք միշտ ես պատրաստում եմ։ Մեծ սիրով կկիսվեմ ձեզ հետ։ Եթե չեք հասցրել բաժանորդագրվելի մալիքին, բաժանորդագրվեք, իսկ ես սկսեմ պատրաստել։ Առաջին տարբերակի համար ես վերցրել եմ խաղողի տերևները, պետք է դնենք սառցախցիկ։ Ամենալավ տարբերակներից մեկն է։ Կաթսայի մեջ լցնում են եռացրած ջուր և տերևները իջեցնում են եռացրած ջրի մեջ։ Եթե ցանկանում եք, կարող եք կաթսան դնել գազօջախին, այդպես ավելի արագ է ստացվում։ Տերևները իջեցնում ենք ջրի մեջ, որպեսզի մի փոքր փափկի և դեղնվի։ Այնուհետև մեկ այլ կաթսա ենք վերցնում, մեջ ավելացնում ենք սառը ջուր, տերևները տաք ջրի միջից հանելուց հետո իջեցնում ենք սառը ջրի մեջ, որպեսզի մի փոքր հովանա։ Ասեմ, որ ջրին ոչինչ չեմ ավելացնում, աղջկա ջրի մեջ, սովորական եռացրած ջուր է։ Այս տարբերակով բոլոր տերևները կիջեցնենք եռացրած ջրի մեջ, այնուհետև սառը ջրի մեջ։ Ջրից հանելուց հետո կլցնենք մեկ այլ տարայի մեջ, որպեսզի մի փոքր ջրքանվի։ Ջրքամելուց հետո հարկավոր է սեղանի վրա փռել խոհանոցային սրբիչ կամ մարլա, այնուհետև տերևները տեղափոխել սրբիչի վրա, որպեսզի այն լավ չորանա։ Դա արվում է նրա համար, որպեսզի հետագայում շատ չսառի, քանի որ դնելու ենք սառցախցիկ։ Եթե ժամանակ չունեք այդ գործողությունը անելու համար, հոգ չէ, կարող եք հենց այդպես մի փոքր ջրքանվելուց հետո դնել պոլիէթիլենային տոպրակների մեջ, փաթեթավորել և ուղարկել սառցախցիկ։ Այս տարբերակով շատ լավ է ստացվում, ես արդեն մի քանի տարի է պատրաստում եմ, շատ յուրահատուկ, շատ համեղ տոլմաներ են ստացվում, այնպես որ խորհուրդ եմ տալիս, դուք նույնպես պատրաստեք, հոգ չէ, շատ արագ է ստացվում։ Սա առաջի տարբերակը։ Հուսով եմ ձեզ դուր կգա առաջի տարբերակը, սեղմեք լայք, իսկ ես անցնեմ երկրորդ տարբերակին։ Երկրորդ տարբերակը ամենահեշտ տարբերակն է, սա մայրիկիս տարբերակն է, երկար տարիներ մայրիկս պատրաստում էր հենց այս տարբերակով։ Այնքան հեշտ է, որ կարող են պատրաստել գրեթե բոլորը։ Այս տարբերակի համար մեզ հարկավոր է վերցնել շիշ, լավ լվանալ և թողնել, որ այն լավ չորանա։ Չորանալուց հետո նոր լցնել տերևները։ Տերևները հավաքում ենք, թողնում ենք 1 օր, որպեսզի այն մի փոքր թառամի, կտրում ենք պոչերը և արդեն տերևները պատրաստ են։ Վերցնում ենք 3-ից 4 տերև, փաթաթում ենք գլանակի նման և լցնում ենք շշի մեջ։ Շշի մեջ մի փոքր լցնելուց հետո հարկավոր է այն թափահարել, որպեսզի տերևները լավ տեղավորվեն։ Ասեմ, որ բավականին շատ տերև է տանում մեկ շիշը։ Այս տարբերակով ստացվում է շատ արագ և շատ լավ է ստացվում։ Հարկավոր չէ սուր գործիքով սեղմել, քանի որ տերևները կծակծկվեն և այն ենթակա չի լինի օգտագործելու համար։ Լավ լցնելուց հետո հարկավոր է ամուր փակել բերանը։ Բերանը ամուր փակում ենք և թողնում ենք օրվա մեջ 1 կամ 2 անգամ, հարկավոր է բացել շշի խցանը, որպեսզի տերևներից առաջացած գազը դուրս գա։ Մի քանի օր այդ գործողությունը կատարում ենք, երբ տեսնում ենք, որ այլևս գազ դուրս չի գալիս, նշանակում է տերևները արդեն պատրաստ են, հարկավոր է խցանը ամուր փակել և
շիշը ուղարկել մառան։ Տերևները արդեն պատրաստ են ձմռանը օգտագործելու համար։ Պատրաստեք և անուշ վայելեք։ Երրորդ տարբերակը դա սկեսուրից պատրաստած տարբերակն է, ասեմ, որ այս տարբերակով ևս շատ արագ է ստացվում և շատ համեղ։ Դա թթու դրած տարբերակն է, որը աղաջրով ենք պատրաստում և թթու ենք դնում։ Երկար տարիներ է սկեսուրս պատրաստում է, այժմ նաև պատրաստում եմ ես։ Ես պատրաստում եմ այս 3 տարբերակները, որոնք ձեզ եմ ներկայացնում։ Երեքն էլ ստացվում են շատ արագ և շատ ընտիր։ Հուսով եմ ձեզ դուր կգա, դուք ևս կպատրաստեք։ Գրեք դուք ինչպես եք պատրաստում, ձեզ հաճելի էր, թե ոչ։ Աղաջուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է 5 լիտր ջուր։ 5 լիտր ջրին ես ավելացնում եմ 1 կիլոգրամ աղ։ Շատերն են հարցնում, արդյոք այդ դեպքում շատ աղի չի լինում։ Ասեմ, որ թանկագիններս, տերևները հատկություն ունեն փափկելու։ Եթե մի փոքր աղը քիչ լինի, տերևները կփափկեն և կփչանան։ Քանի որ տերևները պատրաստելուց հետո, երբ պատրաստում ենք տոլման, հարկավոր է տերևները դնել սովորական ջրի մեջ, որպեսզի այն մի փոքր անալիանա։ Այնուհետև նոր փաթաթում ենք տոլման։ Լավ խառնում ենք, որպեսզի աղը լուծվի և լցնում ենք տերևների վրա։ Մինչ աղը կհալվի, այդ ընթացքում պատրաստենք տերևները։ Ասեմ, որ տերևները, ինչպես ասացի, 1 օր առաջ հավաքել եմ, թողել եմ մի փոքր թառամի, կտրել եմ պոչերը, ես տեղավորում եմ դույլի մեջ։ Դույլի մեջ գեղեցիկ շարում եմ, կարող եք վերցնել կաթսադույլ, ինչ նախընտրում եք, և գեղեցիկ տերևները տեղավորեք ամանի մեջ, այնուհետև լցնեք աղաջուրը։ Աղաջուրը պետք է լցնենք այնքան, մինչև ծածկի տերևները։ Եթե կտեսնեք, որ 5 լիտր աղաջուրը քիչ է, կարող եք ևս մի քանի լիտր պատրաստել և ավելացնել, որպեսզի ջուրը ծածկի տերևներին։ Ջուրը լցնելուց հետո հարկավոր է տերևների վրա ծանրոց դնել։ Կարող եք դնել և թթվի քար, և պահածո։ Ես այս պահին կդնեմ պահածո, այնուհետև նոր կտեղավորեմ թթվի քարը, որպեսզի տերևները ամբողջովին իջնեն աղաջրի մեջ։ Մի քանի օր անցնելուց հետո տերևները աստիճանաբար նստում են, իջնում են, կարող եք կրկին տերևներ հավաքել և ավելացնել դույլի վրա, քանի որ աղաջուրը շատ կլինի։ Ոչինչ չի լինում, կարող եք ընթացքում կրկին ավելացնել։ Աղաջուրը լցնում ենք, չլուծված աղը ևս հենց այդպես շրջում ենք տերևների վրա, այն աստիճանաբար կլուծվի և կվերջանա։ Եթե տանը ձեռքի տակ ունեք գարի, կարող եք ավելացնել նաև գարի։ Գարին ապահովում է տերևների դեղին գույնը։ Ես միշտ ավելացնում եմ և ծիծակին, և տերևներին։ Այս պահին ձեռքի տակ չունեմ, բայց եթե ընթացքում ունենամ, սիրով կավելացնեմ։ Ահա, ծանրոցն էլ կդնենք, որպեսզի տերևները իջնեն։ Ահա թանկագիններս, սա էլ այս տարբերակը, հուսով եմ ձեզ դուր կգա։ Սա էլ այն տարբերակը, որ դրել եմ սարսափցիկ, տեսեք ինչպես է սառած վիճակում։ Դե իր թանկագիններս, այսօր էլ այսքանն էի սիրով պատրաստել ձեզ համար, հուսով եմ ձեզ դուր կգա, եթե ձեզ դուր գա, չմոռանաք կիսվել ձեր ընկերների հետ, կիսվել սոցցանցերում, բոլորիդ շատ սիրում եմ, ցտեսություն, կհանդիպենք շուտով։